Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը հաստատված է, Դավոսում փաստաթուղթը ստորագրել է նաև Փաշինյանը։ Արդյոք $1 միլիարդ անդամավճարը պարտադիր է խաղաղության խորհրդի հիմնադիր երկրների համար, հակադրություն խորհրդարանում իշխանական եւ ընդդիմադիր թևերի միջև։ Ինչ կտա Հայաստանին թրիփը, արդյոք Սյունիքով անցնող Թրամփի ուղին միայն ադրբեջանական բեռները տարանցելու համար է։ Բաքուն կվերադարձնի Արցախում անտեղված հայորդիների մասունքները, հույսները կորցրած հարազատները արտաշիրիմում են պահանջում։ Պետգնումներին պաշտոնյաների մասնակցությունը կսահմանափակվի, փոխկապակցվածության արգելքը խախտելու դեպքում կհայտնվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցում։ Գործադուլի են դուրս եկել Ախթալայի եւ Շամլուղի հանքերի հանքափորները, ինչից են դժգոհ եւ ինչ են պահանջում։ Որ ոլորտներում են ամենաշատը խախտվում աշխատանքային իրավունքները եւ ում դիմի քաղաքացին դրանք վերականգնելու համար։ Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել եպիսկոպոսատ ժողովի գումարումը արտերկրում, Մայրաթորի հայտարարությունը։ Այցելել Գանձասար, Դադիվանգ Ղազանչեցոց զգալվանական համալիրների շունչը միայն թե վիրտուալ, հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը թվայնացրել է 280-ից ավելի հուշարձան։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանը եւ Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը կանոնադրությունը ստորագրելու է հրավիրվել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի հետ։ Հայաստանի կառավարությունը ավելի վաղ հավանություն էր տվել խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրելու առաջարկությանը։ Իդեպ Թրամփը եւ Փաշինյանը խաղաղության խորհրդին կարճ զրույց են ունեցել։ Փաշինյանն ու Ալիևը նստած են եղել Թրամփի աջ եւ ձախ կողմերում։ Թրամփը նաև հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները իր ընկերներն են։ Միացյալ Նահանգների վարչակազմի տվյալով հրավիրված 50 երկրներից մոտավորապես 35-ը համաձայնել են միանալ նախագծին։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի համաշխարհային տնտեսական ֆորում այցի հիմնական նպատակը հենց խաղաղության խորհրդի առաջխաղացումն էր։ Նոր խորհուրդը սկզբում նախատեսված էր որպես Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկող համաշխարհային առաջնորդների փոքր խումբ, բայց վերածվել է շատ ավելի հավակնոտ նախաձեռնության։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը Դոնալդ Թրամփը Դավոսում քննարկել է Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ալիևը ասել է, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն է տիրում եւ դա արտացոլվում է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման մեջ։ Նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։ Ալիևի ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը, այդ թվում թրիփ նախագիծը կենսական դեր են խաղում տարածաշրջանային կապերում։ Հայաստանը ինչ օգուտներ կստանա թրիփից, եթե Բաքուն Թրամփի ուղով դեպի Նախիջևան եւ հետեւաբար նաեւ դեպի Թուրքիա անխոչնդոտ ելումուտ է ստանում, ապա Սյունիքով անցնող ճանապարհը ինչ է տալիս Երևանին։ Փորձագետների կարծիքով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթում ոչ մի խոսք չկա ճանապարհների ապաշրջափակման մասին եւ թրիփը կառուցվում է միայն ադրբեջանական բեռների տարանցման համար։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիների մուտքի եւ ելքի բեռնափոխադրումների համար հայկական կողմը պարտավորվել է, որ անվտանգային երաշխիքներ կտա։ Իսկ ահա խորհրդարանական ընդդիմադիրները, փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը, կարելի ասել այդպես էլ իշխանություններից հստակ պատասխան տեղեկություն չեն կարողանում ստանալ Հայաստանի քաղաքացիների բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանական կողմը անվտանգային երաշխիքներ տալիս է։ Ինչ վերաբերում է թրիփի այսպես ասած իրականացմանը, այդ ամենասագործմանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ադրբեջանի տարածքում անվտանգային երաշխիքների անխոչնդոտ տարանցման իրավունքի ապահովում Ադրբեջանը նույն պայմանները, ինչ որ մենք ենք առաջարկում ադրբեջանական քաղաքացիների համար, չի ապահովելու։ Ադրբեջանն ունի ստորագրված բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք վերաբերում են էթնիկ եւ ազգային փոքրամասնություններին։ Որքանով են այդ իրավունքները երաշխավորված եւ ապահովված Ադրբեջանում։ Ժողովրդագրության ցուցանիշները բացասական են։ Օրինակ, ցուցանիշների թվականակի հետ կապված նրանց տրամադրված իրավունքների, լեզգիների, թաթերի, մեր հայերիս
Ադրբեջանում Արցախի բնակչության համար ադրբեջանական սահմանադրության որպես ադրբեջանի քաղաքացիների։ Բայց ինքները տեսակ թե ինչպիսին են այդպիսի անվտանգության երաշխիքները։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ Սյունիքով անցնող կառուցվելիք ճանապարհը թրիփ ուղին նախատեսված է բացառապես ադրբեջանական բեռների տարանցման համար։ Ընդհանրապես, ըստ իրավագետ սահմանադրագետների, եթե Հայաստանը թույլ է տվել, որ օրինակ Եվրամիությունը դիտորդական առաքելություն իրականացնի Հայաստանի տարածքում, դա արդեն Հայաստանի սուվերենության սահմանափակում է։ Հայաստանը բարձր որոշակի սուվերենությունը սահմանափակում է տարածքի վրա, քանի որ այլ պետություններ կամ պետություններ են մասնակցում Միացյալ Նահանգները, բայց պետությունները դա անընդհատ անում են, միշտ առևտրային շրջանառության համար։ Թրիփ նախագծին վարդագույն ակնոցներով նայողները, այդ թվում իշխանական թևը, համարում են, որ թրիփը ունի մի քանի շերտ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկապի Հայաստանին, նկատի ունեն Նախիջևանի տարածքով երասխից հնարավոր կլինի գնալ Մեղրի։ Նախնական նախագծով 3 ճանապարհի մասին է խոսքը, երկաթուղային կասնի Մեղրի հատվածում, եւս 2 ճանապարհ, մեկը երասխի հատվածում դեպի Սադարակ, մյուսը Սիսյանի տարածքով, Գորիս Սիսյանով անցնում է Անգեղակոթով նախկին ճանապարհը, որ գնում է դեպի Նախիջևանի բացաբաց։ 3 ճանապարհների շահագործումն էլ Ադրբեջանը իր համար ծրագրային է համարել պատերազմից անմիջապես հետո։ Ըստ վերլուծաբանների, եթե նոյեմբերի 9-ի պայմանագրով նախատեսվում էր տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակում, ապա Վաշինգտոնյան նախաստորագրված իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթով նման պահանջ ընդհանրապես չկա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Խաղաղության խորհրդին $1 միլիարդ անդամավճար մուծելու մասին լուրը ռեզոնանս է առաջացրել հայ հանրության շրջանում, հարցը նաև խորհրդարանում է բարձրացվել։ Ընդդիմադիրները հետաքրքրվել են, արդյոք այդ միջոցները ավելի նպատակային ծախսելու ոլորտներ չկան։ Նաև հարցրել Իրանի հետ բիզնես անող երկրների համար 25% մաքսատուրք սահմանելու Թրամփի որոշումը, ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժը։ Թեպետ կառավարությունից նախապես հայտարարել էին, թե վարչապետը չի մեկնելու Շվեյցարիա մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին, Թրամփի հրավերով Փաշինյանն արդեն այնտեղ է որպես հիմնադիր անդամ ստորագրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Իշխանական падգամավորներին հարց հենց այս մասին։ Նախնական տեղեկություններ կան, թե կառույցի անդամավճարը շուրջ $1 միլիարդ է կազմելու։ Մեր համար մեկ խնդիրն այսօր այդ կառույցում մանդատ ունենալն է, նույն գումարն այլ տեղ որևէ այլ խնդրի լուծմանը հնարավոր չէ ուղղել։ ԿՊԱ-ականներն առաջարկում են առայժմ սպասել, անդամակցության գինը դեռ վերջնական հաստատված չէ։ Կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել։ Դրա համար ժամանակին, երբ որ կգա ժամանակը, վարչապետի աշխատակազմը դրա մասին անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը։ Իշխանականներին ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է հակադարձում Մամիջանյանի ձևակերպմամբ տրամաբանական հարցով։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի $1 միլիարդ, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ $1 միլիարդ, նույնիսկ եթե դա այդպես է, ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Ամերիկայի նախագահը նաև որոշել է Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք սահմանել։ Թրամփի նախաձեռնությունն ինչ ազդեցություն կունենա մեզ վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարավային հարևանի հետ տնտեսական ամուր կապեր ունենք։ Քաղաքացիական պայմանագրից падգամավոր Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է, Ամերիկա-իրանական հարաբերություններում լարվածությունը նոր չէ, իսկ Հայաստանն արդեն բալանսավորել է իր արտաքին քաղաքականությունը։ Մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում էլ համոզված են բալանսավորված արտաքին քաղաքականությունն այստեղ հարց չի լուծի։ Իրականում պետք է ընդունենք իրողությունն է։ Աշխարհը այլևս այն չափանիշներով ու արժեչափերով, որ գործել է եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց
կներկայանան, այլևս այդպես չէ։ Ինչ վերաբերում է Սյունիքի ամերիկյան ճանապարհին, Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփին, ապա ընդդիմադիրները կառավարությունից այդպես էլ արձագանք չեն ստացել։ Արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ խաղաղության ու բարգավաճման երթուղու 74% մասնաբաժինը տնօրինող Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանցիների հետ քննարկում է այդ երկրի պետական ներդրումներն այն մասնավոր ընկերություններում, որոնք էլ հենց զբաղված են լինելու մեր թրիփով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Օրվա ավարտին արդեն հայտնի դարձավ, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է խորհրդին անդամակցություն ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացնելով Խաղաղության խորհրդին Հայաստանի անդամակցության կարգը լրատվամիջոցներին ասել է, որ նախագահ Թրամփից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի մինչև 3 տարի ժամկետով, ինչը ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը Եվրամիության աջակցությունը։ Այդ մասին կոսն է հայտնել լրատվամիջոցներին։ Նրա խոսքով պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Արցախյան հողում անթեղված հայորդիների մասունքները մայր հայրենիք տեղափոխելու պահանջով այսօր կառավարության շենքի առջև բողոքի են դուրս եկել նրանց հարազատները, որ ամենաթանկն են կորցրել։ Տեղափոխումը իրենց միջոցներով են պատրաստ կազմակերպել Հակարիի կամրջից։ Ուզում են հավատալ, որ հարցը կարող է դառնալ Բաքվի հետ բանակցելու թեմա։ 2023-ի արցախցիների բռնի տեղահանության օրերին մարդկանց մի մասը, ովքեր ունեին հնարավորություն, Հայաստան տեղափոխեցին մարտերում զոհված իրենց հարազատների աճյունները։ Դա արեցին բարբարոսների գթասլտության վրա հույսը չդնելու համար։ Այսօր կառավարության շենքի առաջ հավաքվել են արցախցիներ, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը։ Մարդիկ ունեն մեկ խնդրանք՝ բանակցել ադրբեջանական կողմի հետ իրենց զոհված հարազատների աճյունները Հայաստան տեղափոխելու համար։ Կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է։ 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վրեն դրած։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը Արտաշիրիմ անենք բերեք ստեղ։ Զոհվածների հարազատները բացատրում են, որ Հայաստան գալուց հետո թակել են տարբեր դռներ այս հացին լուծում տալու համար, սակայն լուծում առայժմ չկա, միայն абստրակտ խոստումներ։ Այնիշ տեղափոխման գործընթացը պատրաստ են կազմակերպել սեփական միջոցներով։ Եթե հնարավոր չի պետության շրջանակներում այս գործին, այս հարցին լուծում տրվի, մենք որպես հարազատներ պատրաստ ենք հասնել Հակարի անցակետ։ Գոնե մեր անխոչնդոտ Հակարի հասնելը ապահովի։ 2023-ի սեպտեմբերին Արցախի պաշտպանության մարտերում զոհվածների աճյունների տեղակայման վայրերը հայտնի են, բայց մնում են հարյուրավորներ, որոնց գտնվելու վայրը 2020-ից շարունակում է մնալ անհայտ։ Խնդիրը լուծում չի ստացել նախորդ 5 տարիներին։ Գործադիրը վերջերս օրինագիծ է ներկայացրել, որն օրենսդրորեն պետք է կարգավորի այս խնդրին առնչվող իրավահ հարաբերությունները։ Կարգավորում բովանդակային իմաստով անհետ կորածների ընտանիքների սոցիալական աջակցությունը, բայց պետք է պատասխանատու կերպով նշեմ, որ ինչքան էլ կարևոր հարց է դա, համայնքի ակտիվ համայնքի մեծամասնության կողմից երբեք առաջի պլան չի բերվել անհետ կորածների սոցիալական աջակցության հանգամանքը։ Ամենակարևոր խնդիրը պատասխանատու մարմինների հետ կոմունիկացիան է, որը նախորդ 1 տարվա ընթացքում հատկապես դարձել էր չափազանց խնդրահարույց, որովհետև մի մարմինը մյուսի վրա էր բարդում անհետ կորածների հարազատների հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։ Օրենքով հիմա սահմանվել է, որ հարցն այսուհետև լինելու է ազգային անվտանգության ծառայության համակարգման ներքո։ Քննչական կոմիտեի քրեադատավարական գործիքակազմը անհետ կորածներին չի բավականացնում, որպեսզի իրենք պատշաճ կարգով մասնակից լինեն այդ ճշմարտության բացահայտման process-ին, վերահսկողություն սահմանեն եւ նաեւ հաշվետվողականություն։ Չնայած օրենսդրորեն ֆիքսվել է, որ զոհվածների հարազատներն ունեն նրանց մասին ճշմարտությունն իմանալու իրավունք, սակայն նորից պատասխանատու մարմնին է թողնված այդ տեղեկատվության չափը որոշելու իրավունքը։ Ցույց են տալիս հատվածական թղթեր, ընդ որում առանց պատճենահանելու հնարավորության չկա որևէ մի ողջամիտ տրամաբանություն, թե այդ ինչ շահ պաշտպանելու համար է, որ հարազատը չպետք է իմանա
իր ընտանիքի անդամի անհետացման հանգամանքները։ Այդ ինչ շահ են պաշտպանում։ Խորհրդարան մտած օրինագծի համաձայն նաև լուծվելու է չնույնականացված մասունքների հարցը, որոնք մի քանի տասնյակն են։ Սահմանված ժամկետում որևէ նույնականացում չհայտնաբերելու դեպքում պետական իրավասու մարմինները կազմակերպելու են նրանց ուղարկավորումը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Այսօր Նորք Մարաշ բժշկական կենտրոնում սրտի բաց վիրահատության է ենթարկվել Բաքվի գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանը։ Առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ վիրահատությունը ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Խաչատրյանը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նախարարի խոսքով վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Պետգնումներին պաշտոնյաների մասնակցությունը կսահմանափակվի, փոխկապակցվածության արգելքը խախտելու դեպքում կհայտնվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցում։ Գործադուլի են դուրս եկել Ախթալայի եւ Շամլուղի հանքերի հանքափորները, ինչից են դժգոհ եւ ինչ են պահանջում։ Որ ոլորտներում են ամենաշատը խախտվում աշխատանքային իրավունքները եւ ում դիմի քաղաքացին դրանք վերականգնելու համար։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Դոնալդ Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից։ Truth սոցիալական ցանցում նա գրառում է կատարել, նշել, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Թրամփը գրել է, որ ձևավորել են Գրենլանդիայի եւ ըստ էության ամբողջ արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Սա հիանալի լուծում կլինի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից, ընդգծել է Թրամփը։ Միաժամանակ հայտնի են դարձել Գրենլանդիայի գործարքի մանրամասները։ New York Times-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են մի տարբերակ, ըստ որի Դանիան Միացյալ Նահանգներին է փոխանցում Գրենլանդիայի մի փոքր մասի նկատմամբ ինքնիշխանությունը։ Ապագայում այս տարածքում կարող են ստեղծվել Միացյալ Նահանգների ռազմաբազաներ։ Նախագիծը ներառում է Գրենլանդիայում ամերիկյան ոսկե գմբեթ հոբ համակարգի տեղակայումը։ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա եւ մնացել է մեկ հարց։ Շվեյցարական Դավոսում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը, որը Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ մեկնում է Մոսկվա քննարկելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը։ Ամերիկացի պաշտոնյան սակայն չի հստակեցրել, թե որն է այդ հարցը, հավելելով, որ լավատես է։ Ուիտքոֆը այնուհետև գովեստի խոսքեր է ասել ուկրաինական պատվիրակության մասին, շեշտել, որ Ուկրաինայի նախագահը միշտ հասանելի է զրույցի համար։ Ուիտքոֆը նաև նշել է, որ Դավոսում ուկրաինական թիմի հետ քննարկել է Ուկրաինայի ապագա տնտեսական հեռանկարները, այդ թվում Դոնալդ Թրամփի երկիրը անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանի 4 անցակետերին, պնդելով, որ դրանք օգտագործվել են Հզբոլլահի կողմից զենքի մաքսանենգության համար։ Ալ Ջազիրայի տվյալով սա հաջորդել է Լիբանանի հարավում ավելի վաղ իրականացված հարձակումներին, որոնց հետևանքով 2 մարդ է զոհվել։ Իսրայելը կրկին վարում է համակարգված ագրեսիայի քաղաքականություն, օդային հարվածներ հասցնելով բնակեցված լիբանանյան գյուղերին, ինչը վտանգավոր սրացում է, որը ուղղակիորեն թիրախավորում է խաղաղ բնակչությանը, ասել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2 տասնյակ մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քանարիդ քաղաքի վրա Իսրայելի հասցրած օդային հարվածների հետևանքով։ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրը հերթական զգուշացումն է ուղղել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, կոչ անելով նրանց զերծ մնալ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններից։ ՄԱՏ-ը ձգանի վրա է, պատրաստ ենք կատարել գերագույն հրամանատարի հրահանգները, նշել է կորպուսի հրամանատարը այսօր տարածած գրավոր հայտարարության մեջ։ Վերադառնանք Հայաստան, գործադիր է նախատեսում է նախագիծ ներկայացնել ազգային ժողովի քննարկմանը, որը կսահմանափակի պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետգնումներին։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, համատեղ բնակվող անձը։ Ընկերությունների փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
հանձնաժողովը խախտումների դեպքում պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, ինչը ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։ Ուզում ասեմ, մենք չպետք է թվայինացնենք այս ալգորիթմը, որպեսզի ինքը ռեալ աշխատի։ Մենք չգեներացնենք մի խնդրեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել։ Դա շատ ծախսատար է եւ չեմ կարծում, որ արդյունավետ։ Այն գումարը, որը վճարվել է այդ տվյալ ընկերությանը, այդ գումարի նախ պայմանագիրը խզվում է եւ այդ գումարի 20%-ը վերադարձվում է պատվիրատուին։ Այդ նշանակում է տապալվեց գնումը։ Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս եւ այլն։ Այդտեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու թե թվայնացման հետ կապված եւ թե մեր ներքին կազմակերպչական հարցերը լուծելու համար։ Հայաստան հեղուկ գազ են մատակարարում 187 ընկերություններ, այս շարքից եւ ոչ մեկի մասնաբաժինը 10%-ը չի գերազանցում։ Հետևաբար վառելիքի թանկացումը չի կարող կապված լինել հակամրցակցային պայմանավորվածության կամ գերիշխող դիրքի չերաշահման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Ըստ կառույցի ղեկավարի հեղուկ գազի թանկացումը տնտեսագիտական դասական կանոնին համապատասխան եղավ, պահանջարկը շատ էր, առաջարկը քիչ։ Այսպես գները բարձրացան։ Երբ քիչն են հարցին, Գեգամ Գևորգյանը պատասխանել է, երբ նոր խմբականակները հասնեն։ Հունվարի համար քանակի խնդիր չունենք, բայց անցյալ տարի հունվարել է։ Հա գրեթե նույնը կարող մի փոքր ավել լինի։ Բայց խնդիրը այն է, որ անցյալ տարի հունվարին էլ էր թանկ, հունիսին էլ էր թանկ լինում։ Այսինքն կա հեղուկ գազի թանկ ամիսներ, կա սեզոնի հարց, որը կապված է բնակլիմայական պայմանների հետ։ Այսինքն բերում են ապրանքը քչանում է, ճանապարհը քիչ է, թանկ են վաճառում։ Ես չեմ ասում իրանք թանկ չեն վաճառում, բայց դա բիզնես կառուցվածք է։ Աշխատավարձի բարձրացում եւ անվտանգության նորմերի բարելավում են պահանջում Ախթալայի եւ Շամլուղի հանքերի մի խումբ հանքափորներ։ Նրանք գործադուլ են հայտարարել իրենց պահանջների բավարարմանը հասնելու համար։ Այսօր հորատողները հավաքվել են իրենց աշխատավայրին մոտ տարածքում բարձրաձայնելու իրենց խնդիրները։ Դժգոհում են, թե կատարած աշխատանքին խիստ անհամապատասխան աշխատավարձ են ստանում։ Ընդգծում են, թե պղնձի միջազգային գնները էականորեն աճել են, բայց վճարվող աշխատավարձը նույնն է, ինչը նախկինում։ Բանվորները իրենց պահանջները բանավոր ներկայացրել են հանքի ղեկավարին, սակայն ստացել են մերժում եւ այդ պատճառով է, որ դիմել են այս ծայրահեղ քայլին։ Քանի մետր են ծակել, քանի տոննա են կարողացել հանքանյութ արտադրել եւ այդ ամեն մետրը եւ ամեն տոննան ունի իր արժեքը։ Խնդրում են, որ ավելացնել մետրի արժեքը եւ տոննայի արժեքը, այսինքն եթե մի տոննան արժե 1000 դրամ, իրանք խնդրում են սարքել 1500 դրամ։ Օրինակի համար է։ Նաև պահանջներ կան, որ իրենք կատարում են ոչ միայն հորատողի, այլ նաև մի քանի այլ աշխատանքներ միասնաբար, սակայն դրա համար նույնպես չեն վարձատրվում։ Ահռելի գործչնչին աշխատավարձի դիմաց աշխատանքի սև շուկա, խտրական մոտեցում սեռով տարիքով պայմանավորված։ Գործադուի հայտարարություններում ամենաշատը մինչև 30 տարեկան բարետես աղջիկների կարիք կա աշխատաշուկայում։ Ինչ անեն հմուտ, բայց տարիքով բուժքույրերն ու մանկավարժները, մանկապարտեզի դաստիարակներն ու վաճառողները։ Աշխատանքային իրավունքների խախտումները մեր երկրում համատարած են, փաստը նաև եվրոպացի փորձագետներն են արձանագրել։ Որ ոլորտներում են ամենաշատը խախտվում աշխատանքային իրավունքները եւ ում դիմի քաղաքացին դրանք վերականգնելու համար։ Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժը։ Հայաստանում համատարած խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Եվրոպական սոցիալական խարտիայի աշխատանքային իրավունքների վերաբերյալ հոդվածներով սահմանված երաշխիքները մեր երկրում չեն պահպանվում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի հրապարակած աշխատանքային իրավունքների վերաբերյալ 2025 թվականի զեկույցում։ Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում այս հոդվածներից որևէ մեկին։ Անհամապատասխանության 8 եզրակացություն են ներկայացրել։ Խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմանների իրավունք, անվտանգության եւ առողջության կանոնակարգեր, արդար վարձատրության իրավունք, կանանց եւ տղամարդկանց միջև խտրականության բացառումը վարձատրության հարցում, կազմակերպվելու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, համատեղ խորհրդակցություններ, բանակցային ընթացակարգեր։
Աշխատանքային իրավունքների խախտումները առավել հաճախ արձանագրվում են շինարարության, հանքարդյունաբերության, սպասարկման, կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Օրինակ, Ախթալայում արդեն շուրջ 1 շաբաթ է շարունակվում է աշխատանքի վարձատրությունից ու աշխատանքային պայմանագրերից դժգոհ հորատորների գործադուլը։ Աշխատանքային իրավունքի ոլորտում մեր երկրում միանշանակ կա խտրական մոտեցում, վստահեցնում է փաստաբանն ու հավելում։ Խտրական վերաբերմունքի բախվում են հատկապես տղամարդիկ, նույնիսկ մինչև աշխատանքի ընդունվելը։ Չնայած երբ ասում ենք սեռով պայմանավորված խտրականություն, միայն կանանց ենք պատկերացնում։ Փաստաբանն ասում է, երբ մենք աշխատաշուկայում տեսնում ենք մինչև 30 տարեկան բարետես աղջիկներ, հիմնականում սպասարկման ոլորտում, դա ոչ միայն սեռով պայմանավորված, այլև տարիքային խտրականություն է։ Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ աշխատող անձանց, համար մեկ խախտումը ես կարծում եմ շարունակում է մնալ չգրանցված աշխատողների խնդիրը կամ աշխատողների դեպքում գրանցված աշխատողների, որ քիչ են գրանցում աշխատավարձը, որպեսզի այսպես հարկ քիչ վճարեն, ըստ դրա նաև աշխատողը քիչ արձակուրդային ստանում կամ գուցե չի ստանում։ Փաստաբանի խոսքով աշխատանքային իրավունքների պաշտպանության համար լծակներն ու ռեսուրսները բավարար չեն, գործատու աշխատող վեճը կարգավորող մարմինը թեև առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է, սակայն այն ըստ մասնագետների արդյունավետ լծակ չէ եւ այդ իրավունքների իրական պաշտպանությունը դատարաններում է իրականացվում։ Իսկ դատարանները գերծանրաբեռնված են եւ վեճերի լուծումը տարիներով է ձգվում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ատեստավորման արդյունքի վարձատրությունը կտարածվի նաև ուսուցչի վարած խմբակի ժամերի վրա։ Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, սա նշանակում է, որ ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն կարող են նաև արել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ եւ հետեւաբար, եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը եւս կհաշվեն։ Կրթության նախարարի դիտարկմամբ կարգավորվում է նաև այն իրավիճակը, երբ ուսուցիչը արդեն երկրորդ կամ երրորդ անգամ է մասնակցում ատեստավորմանը։ Ֆիքսվում է, որ եթե ուսուցիչը հավասար արդյունք ցուցաբերի, ապա հավելավճարի չափը կպահպանվի եւ կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Եթե ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, երկրորդ անգամ հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով եւ բնականաբար ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ նոր մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել եպիսկոպոսատ ժողովի գումարումը արտերկրում, Մայրաթորի հայտարարությունը։ Այցելել Գանձասար, Դադիվանք Ղազանչեցոց զգալվանական համալիրների շունչը միայն թե վիրտուալ, հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը թվայնացրել է 280-ից ավելի հուշարձան։ Մետեոաշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Գանձասար, Դադիվանք Ղազանչեցոց այցելելու հնարավորություն, որտեղ կզգաք մեր հնամենի վանքերի շունչը։ Այս ամենը առայժմ միայն վիրտուալ։ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը Թումոյի աշխատակիցների հետ 3D մոդելավորմամբ թվայնացրել են Մայր հայրենիքում եւ Արցախում գտնվող 280 հուշարձան։ Կանգ չեռնահարնելու մտադիր են թվայնացնել վտանգված բոլոր հուշարձանները։ Գանձասարն է, ինչպես տեսնում եք, սա լազերների խումբն է, իրականում սա կարող է որպես հենց 3D mesh, այսպես ասած երևա, բայց իրականում սա կետերի շատ խիտ խումբ է, այս բոլոր կետերը առանձին լազերներ են, որը մենք միասին կապակցում ենք, որպեսզի շատ խիտ այսպիսի 3D ինֆորմացիա ստանանք։ Նախ սկանավորում, մոդելավորում, ապա թվայնացնում են Հայաստանի դարերի պատմությունը Թումո ստեղծարար կենտրոնի աշխատակիցները։ Խմբագրում ենք նկարներ, որպեսզի գույնային ինֆորմացիան ուղղենք, շատ ուժեղ լույսերը հանում ենք եւ շատ ուժեղ սֆերերը նույնիսկ հանում ենք։ Մարտակերտի Գանձասարից մինչև Շուշիի Ղազանչեցոց ու Քարվաճարի Դադիվանք Թումոյի հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի ուշադրության կենտրոնում են։ Հայաստանում ու Արցախում արդեն հասցրել են 280-ից ավելի հուշարձան թվայնացնել։ Առաջիկայում էլ նախատեսում են թվայնացնել վտանգված ու Հայաստանից դուրս գտնվող պատմական հուշարձանները։ Սկանավորելը ինքը բավական արագ է լինում, օրինակ նայած չափից եւ նայած տեսքից, ձևից եւ այլն կարող է, չգիտեմ, 2-ից
մինչև 8 օր տևել, 8 օրը շատ մեծ օրինակ վանական համալիրների մասին է։ Իրականում ամենաերկար եւ բարդ աշխատանքը դրա մոդելավորումն է, որը տևում է ամիսներ, այսինքն ընդհանրապես օրինակ մի հուշարձան մի 4 ամիս տևում է մեր մոտ։ Ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս ոչ միայն իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, այլև անհրաժեշտության դեպքում նաև պահպանման ու վերականգնման աշխատանքներ։ Այսինքն ոչնչացված կոթողն անգամ ամբողջությամբ հնարավոր է վերականգնել հենց այն տեսքով, որը եղել է 3D սկանավորման պահին։ Մասնագետներից Աննան միայն այս տարի 30-ից ավելի հուշարձան է սկանավորել։ Ամենաբարդը, ասում է, Սանահինի վանական համալիրն է եղել։ Զանգակատուն կա Սանահինում, որի պլանները մենք առաջ չգիտեինք, այսինքն մենք այնտեղ հասել ենք, նոր ենք հասկացել ինքը իրականում ինչ տեսք ունի, նկարել ենք պլանները ու հասկացել ենք հենց ընթացքում ոնց պետքա համ սկանավորել լազերով, համ էլ կամերայով, աստիճանները շատ փոքր են, լազերը տեղադրելը դժվար հարց էր։ Ստեղծարար մտքի ու վառ երևակայության շնորհիվ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտում նոր լուծում են գտել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների շունչն ու ոգին զգալու, փոխանցելու համար։ Եկեղեցին իմ դիմացն է, ինքը գնում է մոտավորապես մակետային չափով։ Ես հնարավորություն ունեմ իր չափերը փոփոխել, պատրաստել, փոփոխել այն չափով, տեսնել թե ինչպես է ռեալ կյանքում գտնվում։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաների վիրտուալ իրականության միջոցով մարդիկ կարող են ներկա լինել նույնիսկ Արցախի պատմամշակութային վայրերում, վերապրել 4-ից 5-րդ դարերից պահպանված վանքերի, մշակութային կոթողների շունչն ու բացահայտել դրանց պատմությունը։ VR ակնոցներով հնարավորություն ենք տալիս ինքը եռաչափ մոդելին եռաչափ ձևով այցելել։ Շատ տպավորիչ, ասեմ, փորձ է, մանավանդ որտեղ կարողանում ենք իրան իր իսկական չափով նայել, այսինքն մենք մի եկեղեցի, որ ասենք 8 մետր բարձրության է, մենք կարող ենք իրան իր իսկական չափով դնել ու մարդ կարողանա մեջը քայլել, նայել, ուսումնասիրել։ Սկանավորման եւ ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, որ հազարամյակների հայոց պատմության լուռ վկաները հաջորդ դարերում էլ ապրեն ու պատմեն հայկական անցյալի մասին։ Թումոյում վստահ են մշակույթը կարող է ապրել եւ պահպանվել ոչ միայն ֆիզիկական, այլև թվային տարածքում, պատմելով իր մասին անկախ ժամանակից ու տարածությունից։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Կալանավորվել է Արմավիրի զինկոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը եւ եւս 3 անձ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում փետրվարի 16-ից 19։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ հայ եկեղեցու բարենորոգման շարժման համակարգող խորհրդի որոշ եպիսկոպոսների քննադատությունը հիմնազուրկ է եւ փորձ է մոլորեցնել հավատացյալներին։ Մայրաթորը ընդգծում է, որ ժողովի գումարման վայրն էական չէ եւ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես եկեղեցական մարմիններում, կարգի եւ կանոնների համաձայն։ Եկեղեցու կյանքը վերանորոգել շարունակական գործընթաց է, որը պահանջում է միություն, համբերություն եւ միասնական աշխատանք։ Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել եպիսկոպոսատ ժողովի գումարումը արտերկրում, ասվում է հայտարարության մեջ։ Կառավարությունը որոշել է տարեկան 300 միլիոն դրամ հատկացնել Արփա-Սևան թունելի անխափան եւ անվտանգ շահագործման համար։ Այդ նպատակով Արփա-Սևան ընկերության հետ կնքված հավատարմագրային կառավարման պայմանագիրը կհետաձգվի եւս 4 տարով, մինչեւ 2030 թվականը։ Որոշման ընդունումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման անհրաժեշտությամբ, որի համար նախատեսվում է թունելով լիճ տեղափոխել առավելագույն հնարավոր ջրի ծավալ։ Կառավարության որոշմամբ կապահովի նաեւ հիդրոհանգույցի պահպանությունը, օտարման գոտու սանիտարական վիճակը եւ Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը։ Գործադիրը փոփոխել է միջազգային օդանավակայանների կոնցեսիոն պայմանագիրը, կրճատելով կոնցեսիոնների որոշ իրավասություններ։ Որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել երաշխավորված շահութաբերության, վնասների հատուցման եւ անորոշ ժամկետով երկարաձգման դրույթները։ Միաժամանակ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2067 թվականը, իսկ կոնցեսիոները պարտավորվել է մինչեւ 2033 թվականը ներդնել $425 միլիոն։ Պայմանագրի փոփոխություններով վերացվում են Կապանի Սյունիք
օդանավակայանի նկատմամբ սահմանափակումները։ Նախկինում Զվարթնոցից 250 կիլոմետր շարավղում միջազգային օդանավակայան ստեղծելու դեպքում կոնցեսիոները ուներ կառավարման առաջնահերթ իրավունք, սակայն նոր կարգավորմամբ դա այլևս չի գործում Սյունիք օդանավակայանի համար։ Իրավական առումով այն կարող է դառնալ միջազգային, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ ու ներդրումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին հայտնել է, թե ինքը պետական մարմիններից պահանջել է Նարեկ Սամսոնյանի վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով։ Օմբուդսմենը պարզաբանել է, թե չի տեսակցել Սամսոնյանին, քանի որ ՄԻՊ աշխատակիցների քանակը չի բավարարել։ Նշենք, որ Սամսոնյանը հացադուլի մեջ էր 14 օր։ Նրան կալանավայրից այսօր տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկություն եղավ, որ նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ Օրվա վերջում սակայն փաստաբանը տեղեկացրեց, որ Սամսոնյանը դարձյալ կալանավայր է տեղափոխվել եւ շարունակում է հացադուլը։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ, ձյուն։ Առաջիկա 2 գիշերներին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 6-նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 2-ից 4 աստիճան ցուրտ։ Լոռիում կդիտվի 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն, Տավուշում 1-ից 4 աստիճան ջերմություն, Արարատում, Արմավիրում սպասվում է 0-ից 3 աստիճան ցուրտ, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 3-ից 6, Սյունիքի նախալեռներում 0-ից 3 աստիճան տաքություն, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 0-ից 2, երեկոյան 1-ից 3 աստիճան ցուրտ։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։